Ինչու ենք մենք ներքում ձու եւ ինչ է նշանակում ձուն։ Երբ որ մտնում եք այսեր մոտ, ասում եք Քրիստոս հարյավ իմերելոց, հիմա ավակ շաբաթվա խորհուրդը շատ գեղեցիկ խորհուրդ է, շատ, որ մարդ այսպես, եթե դու ամբողջ օր այդ մեկ շաբաթ ամեն օր եկեղեցում լինես, քեզ կթվա, թե դու հենց ինքդ Երուսաղեմում մասնակից ես այդ ամեն ինչին, դու Հիսուսի ժամանակ այդ նույն ճանապարհը քայլում ես։ Այսօր շատ են ցավի սիրտ քրիստոնյաներ, ովքեր մկրտված են, քրիստոնյաներ են, բայց Քրիստոսի հետ ընդհանրապես կապ չունեն, առեք կերեք հացը սա իմ մարմինն է, ինիլ օրհնեցից խմեք սա էլի մարյունն է։ Քրիստոս հարյավ իմերելոց։ Օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Ամեն։ Ամեն, ամեն։ Հարգելի բարեկամներ, ինչպես ասացի, այսօր մենք զրուցելու ենք մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի կողմից տված փրկության, հարության տոնի առթիվ, եւ այսօրվա մեր հյուրն է մեր կողմից շատ սիրված, հարգված Տավուշի թեմի Դիլիջան քաղաքի հոգևոր հովիվ Տեր Շավարժ Քահանա Սիմոնյանը։ Օրհնեցեք Տեր հայր ջան։ Աստված օրհնի Արթուր ջան։ Ինչպես եք Տեր հայր ջան։ Փառք Տիրոջը, փառք, պատրաստվում ենք Սուրբ Հարության տոնին, շատ լավ։ Փառք Տիրոջը։ Տեր հայր ջան, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնեմ, որ այսօր եւս մեկ անգամ այս գեղեցիկ զրույցը պետք է ունենանք։ Անուն Հոր եւ Որդվո եւ Հոգուին Սրբո ամեն։ Իմաստություն Հոր Հիսուս, տուր մեզ իմաստություն, բարին խորհել, խոսել եւ գործել քո առաջ ամեն ժամ։ Եվ չար խորհուրդներից, խոսքերից ու գործերից բրգիր մեզ եւ ողորմիր քո արարածներին եւ ինձ բազմամեղիս։ Կուզենայի սկզբից մի քիչ տեխնիկական հարցեր տալ մեր զատիկի, մեր հարության տոնի առթիվ, հետո նոր անցնենք հոգևոր հարցերին։ Շատ մարդիկ հարցնում են. ինչու ենք մենք ներքում ձու եւ ինչ է նշանակում ձուն։ Որտեղից է այդ ավանդույթը մտել քրիստոնեական կենցաղավարության մեջ, Արթուր ջան։ Մարիամ Մագդաղենացին, հիշում եք ով էր։ Մարիամ Մագդաղենացին Հիսուսի համբարձումից հետո ինքն էլ լցվում է առաքյալների հետ քարոզչության։ Քրիստոսի ավետարանի լուրը տարածել հասնում է Հռոմ եւ գնում է Տիբերիոս կայսեր մոտ։ Երբ որ մտնում է կայսեր մոտ, ասում է Քրիստոս հարյավ իմերելոց, կայսրը ծիծաղում է արհամարական, այսպես, ասելով ես ավելի շուտ կհավատամ, որ այդ ձունը, որ այդտեղ դրված է կկարմրի, քան թե քո Քրիստոսը, որ մեռելից հարություն արել։ Եվ ձուն նույն վայրկյանին կարմրում է։ Եվ Մարիամ Մագդաղենացին վերցնում է դե հիմա վերցրու կայսր Քրիստոս հարյավ իմերելոց։ Այսինքն այդ հրաշքը այդտեղից է կատարվել։ Հետագայում արդեն եկեղեցու վարդապետները, հատկապես մեր Գրիգոր Տատևացին, բացատրություն է տվել, որ ձվի մեջի դեղնուցը երկրագունդն է, սպիտակույցը մեր մթնոլորտային շերտն է, պաշտպանիչ շերտն է կեղևը եւ կարմիր գույնը ներկվել է Քրիստոսի արյան խորհրդանիշն է, որով ամբողջ տիեզերքը Քրիստոսի արյամբ մաքրվեց, որովհետեւ Ադամի եւ Եվայի մեղքի պատճառով Աստված անիծեց, չէ, երկիրը անիծեց, հիմա Քրիստոսի արյունով մաքրվեց, նորից օրհնության մեջ հաստատվեց տիեզերքը։ Այստեղից է եկել ձուն կարմիր ներկելու սովորությունը։ Շատ գեղեցիկ է, շատ գեղեցիկ սովորություն է, ես Այո, շատ եմ սիրում։ Աստված տարբեր միջոցներով հրաշքները ցույց է տալիս մարդկանց, որպեսզի մարդիկ տես ասում է, ես ավելի շուտ կհավատամ, որ այդ ձուն կկարմրի հիմա, քան քո Քրիստոսը հարություն կառնի, եւ նույն վայրկյանին ձուն կարմրում է։ Նաև, ինչպես մենք գիտենք, բացի ձու ներկելը, սեղանին նաև դնում են ձկնեղեն, ձուկ են դնում։ Կուզենայի, որպեսզի այդ խորհրդանիշն էլ բացատրեիք, ինչ է նշանակում։ Ձուկը, Արթուր ջան, բանջար են դնում, բրնձով, չամիչով փլավ են պատրաստում, սա մեր ժողովրդական ձևն է տոնակատարության, ինչը դա խորհրդանշում։ Ձուկը ինքը քրիստոնեության խորհրդանիշն է, երբ որ ժամանակին քրիստոնեությունը արգելված էր, հալածվում էր, մարդիկ պատերին ձուկ էին նկարում կամ ձկան նշաններ էին անում, որով իմանան, որ այստեղ քրիստոնյաներն են։ Եվ ձուկը դարձավ քրիստոնեության խորհրդանիշը։ Բրինձը մարդկությունն է խորհրդանշում, մեջ եղած չամիչը
քրիստոնյաներին է, որ քրիստոնյաները տարբերվում են աշխարհի մարդկությունից, այդ օրինակն է դրվում։ Եվ քանի որ մենք 40 օր եւ գումարած ավագ շաբաթը միասին 48 օր պահեցողության ծոմի մեջ ենք լինում, դու չես կարող միանգամից ուտելիքդ փոխել ու սկսել մսեղեն ուտել։ Աղիքների խնդիր կունենաս, ստամոքսդ կխանգարվի։ Դրա համար մենք այդ օրինակով նախ մի փոքր ուտում ենք ճաշակում ենք, մեր օրգանիզմը սովորեցնում ենք արդեն սովորական ուտիքի օրերի համար, հետո նոր արդեն անցնում ենք առաջ։ Եվս այսպիսի հարց կար. ինչու ենք շաբաթ երեկոյան մոմերը վառած եկեղեցուց գալիս տուն, ինչ է նշանակում այդ լույսը, որ բերում ենք մեր օջախները, մեր Շաբաթ տները։ օրը ինքը կոչվում է ճրագալույց, ճրագները վառելու օր։ Երբ որ Քրիստոս հարություն առավ, այսինքն լույսը հաղթեց խավարին, մենք գնալով եկեղեցի, պատարագին մասնակցելով, լուսավորվում ենք, նորից նոր մարդ ենք դառնում եւ այդ լույսը ուզում ենք փոխանցել մարդկանց։ Եվ մեր ձեռքը վառած, փողոցով քայլելով, մեկս մյուսին ասում ենք Քրիստոս հայրավի մեռելոց այդ հարության ավետիստն ենք տալիս։ Այդ լույսը բերելով մեր տուն, կարծես թե Քրիստոսի հարության խորհուրդը բերում ենք մեր տունն էլ ենք ուզում ազատագրենք, ինչպես որ Հիսուս Զաքեոսի տանը եղավ Երիքովում, ասում է այսօր այս տունն էլ փրկվեց իր ներկայությամբ, այդպես էլ Քրիստոսի հարության ավետիսով մեր տանը փրկություն ենք բերում, որ Քրիստոս հարություն առավ, հաղթեց մեղքին, հաղթեց սատանային եւ այդ հաղթական լույսը իր խոսքը, այսինքն ավետարանը տվեց մեզ, որպեսզի մենք իբրև լուսավոր մարդիկ այս աշխարհի մեջ ապրենք։ Ամեն։ Ամեն։ Տեր Հայր ջան, դե անցնենք արդեն ավակ շաբաթվա մասին, որպեսզի արդեն մեր հոգևոր իմաստը եւ մեր Տիրոջ հարության տոնի իմաստը եւ այդ հարության իմաստը, թե ինչու այդ ամենը կատարվեց մեր կյանքում։ Արթուր ջան, ինչու է կոչվում ավակ շաբաթ, որովհետեւ ինքը ամենակարևոր շաբաթն է քրիստոնյայի կյանքում եւ մեր քրիստոնեական հավատքը հենց հիմնված է հարության խորհրդի վրա։ Եթե հարության խորհուրդը հանենք մեր հավատքից, մեր հավատքը զուր կդառնա։ Պողոս առաքյալն ասում է, եթե մենք միայն այս կյանքի համար ենք մեր հույսը դրել Քրիստոսի վրա եւ չենք հավատում հարությանը, մենք ամենաողորմելի մարդիկն ենք այս աշխարհի մեջ։ Որովհետեւ չհավատալ մեռելների հարությանը, մենք մերժում ենք նաեւ Քրիստոսի հարությունը։ Հիմա ավակ շաբաթվա խորհուրդը շատ գեղեցիկ խորհուրդ է, շատ, որ մարդը այսպես, եթե դու ամբողջ օր այդ մեկ շաբաթ ամեն օր եկեղեցում լինես, քեզ կթվա, թե դու հենց ինքդ Երուսաղեմում մասնակից ես այդ ամեն ինչին, դու Հիսուսի ժամանակ այդ նույն ճանապարհը քայլում ես։ Ավակ երկու շաբթին, երեք շաբթի, չորեք շաբթին ինքը խորան ու վարակույրը բաց է լինում, այդ օրը սովորական ժամերգություններ, ավետական ընթերցումներն են անում, ավակ երեք շաբթի երեկոյան 10 կույսերի հիշատակության օրն է, հիշում եք, երբ որ 10 կույսերից 5 իմաստուն են, 5-ը հիմար էին եւ այն հիմարները մինչեւ գնացին ձեթը վերցրեցին, եկան արդեն հարսանյաց սրահի դուռը փակեր, այսինքն երկնքի արքայության դուռը փակեր։ Երեկոյան ժամերգություն շատ գեղեցիկ սովորություն ունենք, մենք էլ վիճակ ենք գցում, ովքեր որ եկեղեցում են մարդիկ հավաքված են, մոմերը վառում են իրենց ձեռքերում պահում են, թղթի վրա սաղմոսից վերցրած տողեր ունեն գրած, հիմար կամ իմաստուն գրված է եւ վիճակ ենք հաշվում, ում որ հիմար ընկավ, իրենց մոմերը հանգցնում ենք։ Այդ խորհրդանիշը, որ եթե դու պատրաստված չես, այսինքն քո ժամանակը, որ այս կյանքը տրված է, քեզ պատրաստված չես, դու չես կարող երկնքի արքայություն մտնել։ Չորեքշաբթին արդեն Հուդայի, երբ որ գնաց մատնության համար պայմանավորվեց քահանայապետերի հետ, որ Հիսուսին պիտի մատնի, մոռացա ասեմ, երկու շաբթին էլ անպտուղ թզենու օրինակն է, որտես ինչքան գեղեցիկ է, անպտուղ թզենու օրինակով Հիսուս գալիս է պտուղ տեսնել, չկա, եւ ասում է չորացավ այդ ծառը, այնպես էլ մի ամբողջ կյանք, երբ որ քեզ տրված է այս կյանքի համար, դու չես օգտագործում պտղատու լինելու համար, դու չորանալու ես, կտրվելու, դենես նետվելու։ Իմաստուն եւ հիմար կույսերի օրինակով հիշեցնում է, որ եթե դու չվերցեցիր քո ապաշխարության գործերը, պահեցողություն, աղոթքը, երկինքի դուռը քեզ համար պիտի փակվի, իսկ չորեքշաբթին արդեն մատնության հիշատակության, որ մարդը ցանկացած ժամանակ կարող է արծաթասիրության պատճառով ուրանալ Քրիստոսին եւ պատմության մեջ շատ են եկել մարդիկ եւ հատկապես կայսրերից մեկը, որ կոչվում է Հուլիանոս Ուրացող,
իր ամբողջ գիտակցական կյանքում ինքը պայքարել է Քրիստոսի եւ քրիստոնյաների դեմ։ Դրա համար այդպես էլ ինքը պատմության մեջ մնացել է Հուլիանոս ուրացող, որ ուրացել է Քրիստոսին։ Եվ այդ ուրանալը ոչ միայն 30 արծաթով է այսօր Արթուր ջան, այլ դու կարող ես քո կյանքով ուրանալ։ Այսօր շատ են ցավի սիրտ քրիստոնյաներ, ովքեր մկրտված են, քրիստոնյաներ են, բայց Քրիստոսի հետ ընդհանրապես կապ չունեն, եւ Հիսուսի հանդիմանական խոսքն է, որ դուք չեք մտնում, ուրիշներին էլ պատճառ եք դառնում, որ չմտնեն, եւ այդ օրինակով դու փակում ես շատերի ճանապարհը։ Ուրացումը միայն խոսքերով ասելով չի, ես չեմ հավատում Քրիստոսին։ Դու կարող ես ասել հավատում եմ Քրիստոսին, բայց քո կենցաղով հակառակ ցույց տաս, որ մարդիկ քեզ տեսնելով հասկանան, որ դու Քրիստոսի հետ որևէ կապ չունի։ Իսկ արդեն 5 շաբթին սկսվում է ամենածանր, ոչ միայն հուզական, այլև մարդու համար իր ինքնախոստովանության, թե ինքը ինչքան մաս ու բաժին ունի։ Ավագ 5 շաբթին առավոտյան ժամերգությունով սկսում ենք, հետո կատարվում է ապաշխարոնի արձակման կարգ։ Հատուկ այդպիսի գեղեցիկ արարողություն է առավոտյան պատարագից առաջ, որ մարդիկ, ովքեր որ պահիցողության պատրաստվել են, գալիս են եկեղեցի հետ մեղքերի խոստովանությամբ իրենց մեղքերից արձակվում են, որպեսզի կարողանան Տիրոջը դիմավորել, հետո տեղի ունենում Սուրբ Պատարագը, հաղորդության խորհրդի հաստատումը։ Հիշում եք, որ Հիսուս մինչև Երուսաղեմ մտնել իր աշակերտն ուղարկեց, ասես գնացեք զատկական ընթրիքը պատրաստեք, եւ գնացին որ այդ հատվածը կոչվում է Վերնատուն, այնտեղ պատրաստեցին զատկական ընթրիքը, եւ այդ ընթրիքի ժամանակ էր, որ հաղորդության պատարագի խորհուրդը հաստատվեց, Հիսուս երբ որ ասաց առեք կերեք հացը սա իմ մարմինն է, գինին օրհնեցեց խմեք սա էլի մարյունն է, եւ այդտեղ նաեւ հայտնեց, որ ձեզանից մեկը պիտի մատնի ինձ, եւ բոլորը զարմացան, խառնվեցին, թե ով պիտի մատնի, եւ ամեն մեկը հարցնում է՝ միթե ես եմ, Հիսուս ասում է՝ նա ում որ կտամ այս պատառը թաթախված գինու մեջ, եւ Հուդան վերցրեց, այդ նույն պահին սատանան մտավ Հուդայի մեջ, եւ Հուդային Տեր ասաց գնա ինչ որ անելու ես արա, բայց մինչեւ այդ, այսինքն ընթրիքի ընթացքում մի պահ վեր կացան, ոտնլվայի արարողությունը կատարեցին, որ մենք էլ նույն օրինակով ոտնլվայի արարողությունն են կատարում եկեղեցում, տղամարդի 12 ընտրվում են 12 հոգի առաքյալների թվով, խորանի վրա քահանան իրենց ոտքը ջրով լվանում է, կարագով օծում է իրենց ոտքը, եւ այդ օրը նաեւ օրհնվում է յուղը, կարագը, որ տալիս ենք հավատացյալներին, որպեսզի տանեն զատկական ընթրիքը պատրաստեն, այդ յուղի միջոցով նաեւ օրհնությունը մտնի իրենց ընտանեկան հարկերի մեջ, եւ սկսում է արդեն խավարումը Արթուր ջան։ Ամենադժվար, ամենածանր րոպեները, ժամերը քրիստոնյայի, որ ինքը կարծես թե նույն ուրացողն է լինում, ինչպես որ առաքյալները Հիսուսին թողեցին ու փախանախ, եկեղեցու խորանի առջև խաչը դրվում է եւ 12 մոմեր են վառվում, մեկը սև Հուդայի օրինակով, եւ հերթով սկսում են ավետարաններ ընթերցել եւ ամեն ավետանի վերջավորությանը 2 մոմը հանգցնում են, խորհրդանշելով, որ Քրիստոսին մենակ թողեցին ամբոխի առջև։ Եվ այդ մատնության դժվար պահը, որ Հիսուս իր հետ վերցրեց Պետրոսին, Հովհաննեսին, Հակոբոսին, բարձրացավ Ձիթենյաց լեռը աղոթելու, 3 անգամ եկավ, 3 անգամ էլ քնած էին առաքյալները, ասաց աղոթեք, որպեսզի փորձության մեջ չընկնեք։ Եվ այդ ժամանակ Հուդան արդեն գնաց քահանայապետերի հետևից եւ նշան էր տվել, որ ում որ ես համբուրեմ, նրան ձերբակալեք։ Եվ երբ որ մոտեցավ Հիսուսին, Հիսուս հարցրեց՝ միթե համբուրելով ես մատնում մարդու որդն, այսինքն մինչև վերջին վայրկյանը Հուդայի փրկության մասին էր նաև մտածում Հիսուս, առիթ էր տալի, որ Հուդա, գիտեմ ինչ ես անելու, մի արա, հետ կանգնիր քո մտադրությունից, բայց այդպես էլ պիտի լիներ, որովհետև գինը Հիսուսի խաչելությունն էր Արթուր ջան։ Եվ այդ ամենածանր օրն է քրիստոնյա կյանքում ավագ 5 շաբթին, ռուսերենի մեջ ինքը Strassnaya Nedelya կոչվում, այսինքն չարչարանքի շաբաթ։ Մենք ավագ ենք ասում, ընդհանուր քրիստոնեական եկեղեցում կոչվում է չարչարանքի շաբաթ։ Եվ չարչարանքի այս շաբաթվա մեջ ամենածանրը Կիրակի 5 շաբթի օրվա խորհուրդն է, որտեղ որ 12 առաքյալները թողեցին Հիսուսին ու փախան։ Հիսուս մնաց միայնակ։ Եվ ամեն օր է մեր կյանքի մեջ ավագ 5 շաբթի խորհուրդը կատարում, երբ որ նույն այդ օր օրինակի համար, օրինակ այս տարի հետևել եմ լուրերին, տեսել եմ, որ մի քանի նշանավոր երգիչներ ավագ 5 շաբթի, ավագ շաբաթ ճրագալույցին իրենց համերգներն են դրել եւ հազարավոր մարդիկ
գնալու են այդ համերգին մասնակցելու։ Քրիստոնյաներ, ցավոք սրտի քրիստոնյաներ գնալու են այդ մեծ ուրախությանը իրենց զվարճանքին մասնակցելու, բայց այնտեղ որտեղ տեղ են ունում քո փրկության հարցն է լուծվում, որ Քրիստոս քեզ համար պիտի չարչարվի, խաչվի, արհամարվի, պատկերացնում ես ինձ համար թքելու են Հիսուսի վրա։ Ես պատճառ եմ դարձել, որ թքեն Հիսուսի վրա։ Եվ սա մենք մոռանում ենք ինչ գին է վճարված։ Մենք գնում ենք մեր ժամանակավոր հաճույքների հետևից, կարծես թե տարվա մեջ այդ օրը չէին կարող փոխել, ուրիշ օր դնել, հենց սա էլ չարի գործն է, որ մարդիկ հենց այդ օրերին միջոցառումներ են կազմակերպում, որպեսզի մարդիկ չգնան եկեղեցի, այլ գնան այդ զվարճանքներին մասնակցելու։ Եվ արդեն գիշերը ավարտում ենք այդ արարողությունները, կոչվում է խավարում, վերջում որ մոմերը հանգցնում են, Արթուր ջան, նաև եկեղեցու բոլոր լույսերն են հանգցնում, մթության մեջ շարական ունենք շատ գեղեցիկ, որ երգում ենք ուր ես մայրիմ, որ Հիսուսը արդեն երգում է ուր ես մայրիմ, այսինքն մայր ուր ես, ինձ բոլորը լքեցին, բոլորը թողեցին, գոնե դու արի ինձ հետ լինի, որպեսզի այս տառապանքը կարողանամ հաղթահարել։ Եվ սրանով ավագ հինգշաբթի այս ծանր օրը ավարտվում է, հաջորդ օրը արդեն ավագ ուրբաթը Հիսուսի խաչելության եւ թաղման օրն է։ Երբ որ Հիսուսին ձերբակալեցին, Հիսուսին տարան Կայափայի տուն, արդեն հավաքվել էին քահանայապետերը, օրենսգետները, ժողովրդի ծերերը, որպեսզի Հիսուսին քննեն եւ դատ սկսեցին, արդեն Հիսուսին սուտ վկաներ էին հայտնվում, ամեն մեկը յուրովի իր կեղծ մատնությունները, բայց ոչ մեկի խոսքը չէր բռնում եւ տեսնելով որ արդեն իրենք պարտվում են, մի հետաքրքիր բան ասեմ, Արթուր ջան, մի փաստաբան քննել այդ ամբողջ դատավարությունը եւ օրենքները, ասում է որ 365 խախտում են կատարել Հիսուսի հանդեպ, այսինքն օրենք են խախտել Հիսուսի այդ դատավարության ժամանակ։ Եվ արդեն վերջին հարվածը հասցնում է քահանայապետը Կայափան, որ հարցնում է դու ես Աստծո որդին, ասա մեզ, Հիսուս ասում է դու ասացիր, իմ համար այդ ամենասարսափելի պահն է, որ քահանայապետի ծառան, ով 37 տարի անդամալույծ էր, ոչ ոքի չուներ, Հիսուս էր բժշկել նրան եւ բարձրանում է Հիսուսին ապտակում, ասելով այս ինչպես ես խոսում քահանայապետի հետ։ Սա ամենա ինձ համար սարսափելի պահն է, որ կարծես ինձ էլ Հիսուս մի ամբողջ կյանք բժշկել է, ինձ օգնել է, առաջնորդել է, բայց երբ որ գալիս է Հիսուսի կողք կանգնելու, մենք էլ ենք այդպես ապտակում Հիսուսին, ասելով ես ո՞նց ես դու մեզ հետ խոսում։ Եվ Հիսուս ոչինչ չպատասխանեց այդ պահին։ Պատկերացնում ես 37 տարի դու հիվանդ անկողնում պարկած լինես, ասում է ոչ ոք չուներ, որ նրան իջեցներ Սելովամի ավազանի մեջ։ Հիսուս նրան ասում է բժշկված ես, գնա քեզ ցույց տուր քահանային, գնում է այդ քահանային ու հավատալով դրանց սկսում է Հիսուսի դեմ չարությամբ ու ատելությամբ ապրել։ Սա ամենա կենտրոնական դրվագն է, որ նույն ձևով մենք մեղք գործելուց այդպես ամեն անգամ հարվածում ենք Հիսուս Քրիստոսին։ Եվ այդտեղից արդեն կատաղած քահանապետը Կայափան իր շորերը պատռում է, ասում է այլևս մեզ ապացույց չունենք, ինչ անենք, ասում են մահապարտ է եւ վերցնում են Հիսուսին, դա առավոտյան ժամ 9-ն էր արդեն Արթուր ջան։ Հիսուսին տանում են Պիղատոսի եւ Հերովդեսի պալատներ, սկզբից Պիղատոսի, հետո Հերովդեսի եւ պահանջում են Հիսուսին խաչը բարձրացնել։ Եվ այն ժողովուրդը, որ ընդամենը Կիրակի օրը ծաղկազարդին Օվսաննա էր գոռացել, հայտարարել օրհնյալը, որ նա գալիս է Տիրոջ անունով, հիմա ասում են խաչը հանիր նրան։ Եվ արդեն ժամը 12-ին ուրբաթ օրը տեղի ունենում Հիսուսի խաչելությունը, որ շատ էլի գեղեցիկ օրինակ է մեզ համար։ Մենք խորհրդանշական գերեզման ենք պատրաստում ծաղիկներով, խաչը մեջտեղը դրված, ոչ թե դագաղ, սա շատ կարևոր գերեզման, որտեղ գերեզմանը միշտ հաղթական է եղել Քրիստոսի, եւ կատարում ենք ժամը 12-ին Հիսուսի խաչելության արարողությունը։ Շատ գեղեցիկ, հոգեպարար եւ սրտաճմլիկ արարողություն է։ Եվ մինչև ժամը 4-ը այդպես մնում է, որտեղ Հիսուս 3 ժամ մնաց խաչի վրա կախված, մինչև որ մահացավ, գիտեք, որ երբ որ եկան Պիղատոսին ասացին, որ մահացել է, զարմացան, թե այդքան շուտ ինչպես է մահացել,
գնացին ոսկորները կոտրում էին մյուս կալանավորների խաչվածների, բայց քան Հիսուս մահացել է նրա ոտքը չկոտրեցին եւ նիզակով կողքը խոցեցին, որտեղից ջուր եւ արյուն թափվեց, արյունը Հիսուսի թափած մեր փրկության եւ ջուրը մկրտության, որով մենք որդեգրվում ենք Աստծուն, եւ արդեն երեկոյան ուրբաթ օրը ժամը 4-ին կատարում ենք թաղման արարողությունը, այդպես վերցնում ենք այդ խորհրդանշական գերեզմանը, եկեղեցու 4 բոլորը պտտվում են գեղեցիկ շարականներով, ավետային թերցանությամբ, կատարում ենք Հիսուսի թաղման արարողությունը։ Այդպես այդ գերեզմանը ծաղիկներով զարդարված ինչև շաբաթ կեսօր մնում է եկեղեցում, որ արդեն ճրագալույցի պատարագին պիտի պատրաստվենք։ Տեր հայր ջան, այսպեսի հարց. ինչու Քրիստոսին խաչեցին, ինչու ուրիշ մահապատիժ չեղավ, այլ խաչը բարձրացրեցին մեր Փրկչին։ Արթուր ջան, հիշում ես Հիսուս որտեղ ծնվեց։ Բեթխեհեմում, չէ՞։ Այո։ Բեթխեհեմ նշանակում է հացի տուն, այսինքն կյանք։ Եվան այնտեղ էր թաղված, ասում են, որ Հիսուս ծնվեց այնտեղ, որտեղ մեր նախամայրը Եվան էր թաղված, եւ երբ որ եկավ արդեն Երուսաղեմ խաչվելու, Գողգոթայում խաչվեց, Գողգոթան կոչվում է գանգանման բլուր, որտեղ թաղված էր Ադամ, առաջին մարդ։ Դրա համար մենք շատ հաճախ կարող ենք խաչի տակ գանգ տեսնել, իմացեք, որ դա Ադամի գլուխն է, այսինքն առաջին Ադամով մեղքը մտավ աշխարհ, մարդը մահկանացու դարձավ, Հիսուս Աստծո որդին եւ երկրորդ Ադամ եկավ այս աշխարհը փրկելու եւ ազատագրելու համար։ Հռոմեական կայսրության մեջ այդ ժամանակ ամենադաժան մահապատիժը խաչելությունն էր։ Հատկապես այն մարդիկ, ովքեր որ ապստամբում են պետության դեմ, նրանց ճանապարհի եզրերին էին խաչում, որպեսզի մարդիկ տեսնեին, վախենային, այլևս պետության հանդեպ ապստամբություն չբարձրացնեին։ Հիսուս ինչու խաչով գնաց, որովհետև Հիսուսին դասեցին ավազակների շարքը։ Չէ, ասում է, Հիսուսի հետ երկու ուրիշ ավազակ էլ բերեցին, խաչեցին, որովհետև հրեաները ինչ արեցին, երբ որ տեսան, որ Հիսուսին չեն կարողանում Հիսուսի դեմ առնել, կանգնել, ասացին, որ մեզ ասում է, որ պետությանը հարկ չտանք, փորձեցին Հիսուսին որպես քաղաքական գործիչ ներկայացնել եւ պահանջեցին խաչը հանիր։ Խաչը նաեւ Արթուր ջան, կենաց ծառի խորհրդանիշն է։ Ինչպես որ Ադամն ու Եվան կամավորապես Հովան Ոսկեբերյան հայրապետն ասում է գնացին, կենաց ծառի պտուղը քաղեցին, կերան ու մեռան, այնպես էլ Հիսուս խաչը կենաց ծառն է, Հիսուս այդ պտուղն է, դու կամավորապես մինչև չմոտենաս Հիսուսին չճաշակես, թույլ չտաս, որ Հիսուս քո մեջ բնակվի, դու չես կարող այդ կյանքն ունենալ։ Եվ նաև մարգարեությունը կատարվեց, որ անիծվածելով կախված է ծառից, այսինքն խաչափայտից, այս մարգարեությունը, այսինքն Հիսուս անեծքի տակ մտնելով մարդկությանը ազատեց հավիտենական մեղքի գերությունից։ Եվ օրինակը մենք նաև տեսնում ենք 5 կտակարանի մեջ, երբ որ Աբրահամը Իսահակին տարավ զոհաբերելու, ցույց էր տալիս Աստծո սերը մարդկության հանդեպ, այս նույն օրինակը պատկերն է, ինչպես որ Աբրահամը պատրաստ էր Իսահակին զոհաբերել, այնպես էլ Աստված իր զավակին զոհաբերեց մարդկության փրկության համար։ Եվ խաչը ինքը դարձավ այն ճանապարհը, որ երկինքն ու երկինքը կապեց իրար, այսինքն նախ Հիսուսի ձեռքերը բացված վերեց մարդկությանը, հաշտեցրեց իրար հետ, ինչպես որ ծննդյան ավետիսի մեջ խաղաղություն երկրով հաշտություն մարդկանց միջև հաճություն, այս հաճության հաշտության միջոցով էլ մարդուն հաշտեցրեց Աստծո հետ։ Քրիստոս հաշտեցրեց մարդուն Աստծո հետ եւ այդ փրկագինը եղավ մեզ համար։ Եվ այս ճանապարհով պիտի անցներ, որպեսզի մահվան գործիքը, որը անարգանքի գործիք էր, մարդկանց համար դառնար փրկության միջոց։ Ավազակի պահով է ուզում հարցնել, ավազակը, որ փրկվեց, ինքը վերջի վարքյանին ապաշխարելով փրկվեց։ Իր վերջին ասում է շարականի մեջ ասում ենք, որ ավազակն իր վերջին խոստովանությամբ փրկություն գտավ, խոստովանեց իր մեղավոր լինել։ Եթե հիշում ես Արթուր ջան, ասում է, որ աջ ու ձախին ավազակներ խաչեցին, այն մյուսը հայոյում էր Հիսուսին, ասում եթե դու Աստծո որդին ես, ազատիր մեզ, եւ այս ավազակ ասում է ինչու ես Հիսուսին վատ խոսքեր ասում, չէ, ասում է մենք մեր արժանի պատիժն ենք ստանում, բայց նա անմեղ է եւ ասում է թեքեց հայացքը, ասես Տեր հիշիր ինձ, երբ որ գաս քո արքայության, այսինքն ավազակը հավատաց, որ Հիսուս Աստծո որդին էր
աշխարհի փրկիչն էր եւ խոստովանեց Հիսուսին իբրև աշխարհի փրկիչ, ասում է Տեր, այսինքն դու ես փրկիչը, Տերը, Թագավոր աշխարհի, գիտեմ, որ գալու ես, երբ որ գաս, ինձ էլ հիշիր քո արքայության մեջ։ Եվ Հիսուս ասում է ամենագեղեցիկ խոսքը. այսօր ինձ հետ դրախտում կլինես։ Եվ փրկվեց ավազակը։ Ուրեմն խոստովանեց իր մեղքերը, որ ինքը մեղավոր էր, իր մեղքի հատուցումն էր սա, եւ հավատաց, որ Քրիստոս փրկիչն է եւ աշխարհի Թագավորն է։ Սա շատ կարևոր է։ Դու կարող ես քո մեղքերը խոստովանել, այս օրինակներ գանք նորից այնտեղ ապաշխարության, բայց Քրիստոսին չհռչակես քո կյանքի Թագավոր։ Իսկ ինքը հռչակեց Հիսուսին իր կյանքի փրկիչ եւ Թագավոր։ Եվ նույն ձևով հայրապետը, Հռոմեացի հայրապետը, երբ որ Հիսուսին խաչեցին ժամը 12-ին, ամպեր իջավ, մթնեց, չէ՞։ Հետաքրքիր է, Արթուր, 15 տարի է Դիլիջանում այդ արարողությունը ես ինքս որպես քահան արդեն անում եմ, մինչ այդ մայրաթորում միշտ այդ օրը երկինքը անպամում է, քամի է գալիս, անձրև է գալիս, կարծես թե հիշեցնելու։ Ես չեմ հիշում իմ կյանքի մեջ մեկ օր, որ այդ օրը պայծառ արևոտ օր լինի։ Միշտ անպամած, անձրև, քամի, ցուրտ։ Եվ հայրապետը ասում է ճշմարիտ, որ սա Աստծո որդի էր։ Այդ հայրապետը անունը հայտնի է Լուկիանոս հայրապետ, հռոմեացի զինվորական, հեթանոս, ով տեսնելով այդ ամենը ինքն էլ հավատաց Քրիստոսին։ Երբ որ Հիսուսին արդեն գերեզման դրեցին, Հոսեփ Արևմաթացին նախ գնաց խնդրեց, այդ գերեզման իր համար էր գնաց, Երուսաղում մինչև այսօր կա Հիսուսի գերեզմանի կողքը Հոսեփ Արևմաթացու գերեզմանն էլ կա, նոր գնված կտավով փաթաթեցին Հիսուսին եւ դրեցին վիմափոր գերեզմանի մեջ եւ քարը գլորեցին եւ հрьяաները իրենց չարությունը շարունակեցին գնալով ասելով որ այս մարդը ասում էր որ երրորդ օրը հարություն պիտի առնի գուցե նրա աշակերտները գան գողանան ասեն հարություն է եւ ավելի շատ մեծ մոլորության մեջ հայտնվեն իրենք վերեցին կնքեցին եւ իրենց զինվորները կանգնեցրեցին գերեզմանի մոտ որպեսզի հսկեն հանկարծ ոչինչ տեղի չունենա եւ իրենք իրենցից գոհ հաղթանակած վերադարձան Երուսաղեմ եւ քաղաքից դուրս հանեցին ճանապարհի եզրին Հիսուսին խաչեցին Արթուր ջան որ մարդկանց համար նույնպես նորից վախ ներշնչեին եւ տես քանի օր մնաց հիմա Հիսուս գերեզմանի մեջ չէ մարդիկ այս հարցը միշտ տալիս են 3 օր մնաց թե երրորդ օրը հարություն առավ ինչու Հիսուսին հենց ուրբաթ օրը թաղեցին Դեվ շաբաթ էր գալի շաբաթ շալոմներ քանի որ դիմացը զատիկ է այո ապրես ուրեմն հրեական օրը փոխվում է երեկոյան ժամը 6-ին ուրեմն ուրբաթ օրը խաչեցին Հիսուս մահացավ դա 1 օր շաբաթ օրը մինչև ժամը 6-ը 2 շաբաթ երեկոն 6-ից հետո արդեն կիրակի էր երրորդ օրը հասկացար 3 օրը ինչպես ենք հաշվում ենք ուրբաթը թաղեցին ժամը 6-ը փոխվեց արդեն շաբաթ էր մինչև շաբաթ օրը երեկոյան 6-ը նորից փոխվեց արդեն կիրակ էր եւ գիշերը արդեն Հիսուս երրորդ օրը շաբաթ լույս կիրակին հարություն առավ մեկ անգամ հայր Սուրբը ասաց հաղորդման ժամանակ որ երրորդ օրվա ընթացքում էր բայց դա եթե հաշվենք ընկնում էր մոտ 40 ժամվա ընթացքում Քրիստոս հարություն առավ մոտավորապես 40 ժամ է Հիսուս մնացել գերեզմանում 3 օր չէ մենք օրը հասկացար այսինքն ուրբաթ թաղեցին արդեն 1 ժամը 6-ը փոխվեց շաբաթը 2 շաբաթ 6-ը փոխվեց կիրակի արդեն 3 նած 24 ժամ միած շաբաթ օրը եւ ուրբաթի կիրակի մի քանի ժամ է գումես մոտավորապես 38-ից 40 ժամ է լինում Դրա համար ենք այսինքն շաբաթ գիշեր ճրակալույց Դրա համար ենք շաբաթ գիշերը տոնում հարության ավետիսը տալիս Արթուր ջան եւ ինչ արեցին գերեզման երբ որ դրեցին պահակները կարգեցին ու բոլորը գնացին եւ գիշերը տեղի ունեցավ հարությունը չէ գիշերով դրա համար մենք շաբաթ երեկոյան արդեն ճրակալույցը անում ենք ճրակները վարում ենք որ հաղթանակի խորհրդանիշ որ Հիսուս հարություն առավ եւ հաղթեց աշխարհին այս զինվորները սարսափահար վազեցին քաղաք քահանայապետերի մոտ ասեցին որ այն Հիսուսին որ դուք խաչեցիք թաղեցիք ողջ է հարություն է առել եւ ամենասարսափելի դավադրությունը նաեւ այստեղ է ավետարանի մեջ ասում է նրանք շատ փող տվեցին զինվորներին ասելով որ
երբ որ ձեզ հարցնենք, ասեք մենք քնած էինք, առաքյալները եկան գողացան տարան, եթե լուրը հասնի դատավորներին, մենք նրանց էլ կկաշառենք եւ ասում այդ լուրը մինչեւ այսօր տարածված է Հրեաստանում։ Ուրեմն տես, երբ որ դու քնած էիր, այսինքն երբ որ զինվորը քնած է, արդեն պատիժը չէ, իր կարևոր հենակետում ինքը քնել է։ Ուրեմն սրանից չեն վախենում։ Որ քնած էին, ինչպես իմացան առաքյալները գողացան, կաշառքը վերցրեցին սուտը խոսելու։ Եվ այսօր էլ լիքը մարդիկ հայտնվում են մեր կյանքի մեջ, որ ասում են, որ նման բան չկա, սուտ է, այդ ամենը հորինված է, խաբկանք է, հрьяաները հորինել են մեզ մոլորեցնելու համար, կրոնը քաղաքականություն է, մարդկանց թմբիրի մեջ պահելու համար, ամեն ինչ սա փողով խոսում են մարդիկ, եւ այսպիսի մարդիկ ամենավտանգավորներն են, որ սրանց շատ-շատ մարդիկ հետևում ու լսում են։ Որ այս կեղծ լուրերը, որ տարածված է մինչև այսօր այդ կեղծ լուրերին հավատացողներ կան, որ ամեն ինչ կեղծված է եղել, ոչ մի հարություն չի եղել եւ մարդիկ զուր են հավատացել։ Սենց մի հատ լավ խոսք կա վարդապետներից մեկն է ասել, չէ, ասելա կրոնը ստեղծված է մարդկանց կառավարելու համար, իսկ հավատքը ստեղծված է մարդկանց փրկության համար։ Մենք ոչ թե կրոնավորներ ենք, այլ մենք հավատացյալներ ենք, որ գնում ենք դեպի Քրիստոս փրկության։ Հрьяաները իրենք դարձել են կրոնամոլներ, Արթուր ջան։ Այո։ Դրա համար իրենք հավատքով չտեսան Հիսուսին, հավատքի աչքերով չկարողացան ճշմարտությունը տեսնել եւ դրա համար Հիսուսին խաչեցին։ Եվ Հիսուս հրաշափար հարություն առավ, հաղթեց աշխարհին եւ առավոտյան արդեն Կիրակին, որ մենք այսօր տոնում ենք, Արթուր ջան, այն ժամանակ այդ օրը կոչվում էր միաշաբաթ։ Ուրեմն շաբաթվա առաջին օրը Կիրակին է։ Դուք կարող եք օրացույցներ հանդիպել, որ Կիրակին միշտ առաջևն է դրված։ Այդ օրը կոչվում էր միաշաբաթ, երկուշաբաթ, երեքշաբաթ, չորեքշաբաթ, քանի որ Հիսուս երկուշաբթի, այսինքն Կիրակին հարություն առավ, ուրեմն առաքյալները արդեն այն ժամանակ օրը Կիրակին դարձեցին շաբաթվա 7-րդ օր, որպեսզի հարության օրը սուրբ պահենք։ Դրա համար այսօր շատ մարդիկ կան, որ ասում են Սուրբ գրքում գրված է շաբաթը պետք է սուրբ պահեք, ինչ եք դուք Կիրակին սուրբ պահում, որովհետև Քրիստոսի հարությունը դարձավ ամենակարևոր իրադարձությունը մեր կյանքի մեջ։ Դրա համար այդ օրը մեզ համար դարձավ ամենապատվելին եւ հանգստի օր, որ մենք ամբողջ օրը Քրիստոսի հարության խորհրդով ապրենք։ Երբ որ Հիսուս դրեցին գերեզման, հրեական սովորության մեջ այսպես էր, հաջորդ օրը գնում էին գերեզմանը խնկարկելու, մարմինը յուղով ոցելու եւ երբ որ մենք ասում ենք յուղաբեր կանանք, Մարիամ Մագդաղենացին, այնտեղ մյուս Մարիամը, Հովվաննան, Շուշաննան, մյուս այն կանայք, որ խումբ էին Հիսուսին հետևում էին, առավոտյան շատ շուտ, մոտավորապես լուսաբացը, մթնշաղ, այսինքն 5:30-ից 6-ը մինչև 7 այդ ժամանակաշրջանը եկան գերեզման, տեսան գերեզմանի քարը բացված էր։ Եվ վազելով եկան, Հովանես ավետարանի մեջ նկարագրում է, առաքյալներին ասեցին, Պետրոսն ու Հովանեսը շտապ վազեցին գերեզման եւ տեսան, որ գերեզմանը դատարկ էր եւ հիշեցին Հիսուսի խոսքերը։ Մենք այս նույն օրինակով, Արթուր ջան, երբ որ մարդը մահանում է, մենք իրեն հուղարկավորում ենք, մենք այդ օրը գերեզմանում խունկ չենք վառում, հաջորդ օրը կոչվում է այգուց, որ կա մեր ժողովուրդ ասում է ինքնահող, կանայք առաջին անգամ այդ օրը թաղումի օրը կանայք չեն գալիս, հաջորդ օրն է կանանց օրը, որ իրենք գալիս են գերեզմաններ եւ խունկ այդ օրը վառում ենք, այգուցի օրն ենք խունկ վառում, խնկարկում, այն զգացումով, մտածումով, որ միայն մարդու ֆիզիկական մարմին է հողաթմբի տակ, բայց իրականում ինքը իր հոգին հարուցյալ վիճակում Քրիստոսի ներկայության մեջ է։ Եվ տեսան գերեզմանը դատարկ ու հրեշտակները հարցեցին. ինչու եք ողջին մեռելների մեջ փնտրում։ Այստեղ չէ, այլ հարություն առավ։ Ուրեմն հարության այս ավետիսը տարածվեց, հետո Էմաուսի ճամփորդներին, աշակերտներին հանդիպեց Հիսուս, մինչև որ արդեն Բեռնատան մեջ մտնելով ասաց խաղաղություն ձեզ։ Եվ առաքյալները տեսան ու հավատացին ու հասկացան, թե Հիսուս ինչու էր ասում, այս տաճարը քանդեք, ես 3 օրում այն կկառուցեմ։ Ինչպես նշվում է, Քրիստոսի խաչելության ժամանակ նաև բոլոր սրբերը ազատագրվեցին եւ հարություն առան։ Կնշեիք այդ պահը, ինչպես եղավ դա։ Ուրեմն երբ որ Հիսուսին մահացավ գերեզման դրեցին, Արթուր ջան, Պետրոս առաքյալը նամակի մեջ շատ գեղեցիկ ասում է, որ Հիսուսին դրեցին մարմնով մեռավ, բայց հոգով իջավ դժոխք։ Դժոխքում քարոզեց, դժոխք ավիրեց եւ շատ շատերին հանեց այնտեղից։ Ուրեմն Աստվածաշնչի մեջ
դժոխք ասելով մենք երկու բան ենք հասկանում։ Նախ դժոխք այն վայրն է, որտեղ գտնվում են բոլոր արդար եւ մեղավոր մարդիկ եւ սպասում են դատաստանի։ Բոլոր այն մարդիկ, ովքեր մահացած են, դժոխք ասելով այդտեղ ենք հասկանում, ինչը որ տեսնում ենք Աղքատ Ղազարոսի առակի մեջ, երբ որ ասում են մեծահարուստը գլուխը բարձրացեց, տեսավ Ղազարոսին հայր Աբրահամի գրկում նստած, այսինքն նույն տեղում էին, բայց տարբեր իրավիճակներում հոգեվիճակի մեջ։ Երկրորդը դժոխքային վայրն է, որտեղ մարդը պետք է դատաստանից հետո գնա տանջվելու, որտեղ սատանան իր բոլոր հետևորդներին վառվող լիճը որ պիտի լինի, այնտեղ պիտի հայտնվեն մարդիկ։ Ուրեմն Հիսուս իջավ առաջին այս դժոխքը, որտեղ թե մեղավորները, թե արդարներն այնտեղ էին, քարոզեց, դժոխքը ավիրեց եւ դուրս հանեց, որտեղ Ադամից մինչեւ Հովհաննես Մկրտիչ այնտեղ էին գտնվում, դուրս հանեց եւ ասում է շատ շատերը եկան, մտան քաղաք եւ շատերին տեսան ու ճանաչեցին, այսինքն հայր Աբրահամը, Հոսեփը, Հովհաննես Մկրտիչը նորից, Հոբը, Նոյը, այս մարդիկ բոլորը մուտք գործեցին Երուսաղեմ, տեսան։ Ուրեմն ազատեց նաև այդտեղից եւ բացեց կապանքները, որպեսզի նրանք ովքեր արդար էին, վերադառնան Տիրոջ ներկայության մեջ։ Սա շատ գեղեցիկ օրինակ է մեր փրկության համար։ Նախ ինչու Հիսուս իջավ դժոխք, որպեսզի ցույց տա, որ աշխարհում չկա միտեղ, որտեղ որ ավետարանը չի, անգամ դժոխքի մեջ ավետարանը քարոզվել է եւ քարոզվելու է։ Ուրեմն աշխարհի բոլոր անկյունների մեջ Աստծո խոսքը պիտի հասնի, նրանք ովքեր կհավատան, ովքեր կվստահեն, նրանք էլ հարության վիճակով կմտնեն։ Մենք խոսեցինք Ղազարոսի հարության մասին Ծաղկազարդի նախորդ օրվա։ Ղազարոսը գիտեք, Հիսուսի բարեկամներ, ընկերներ, սիրելիներ, 4 օրվա մեռել էր, չէ՞ որ Ղազարոսը հարություն առավ։ Ավանդությունն ասում որ հետագայում Ղազարոսի իր քույրերի հետ անցան Կիպրոս, քարոզեցին եւ համարվում է Կիպրոսի առաջին եպիսկոպոսը Ղազարոսը։ Եվ ասում է այդ 4 օրից հետո, երբ որ ինքը դուրս եկավ այդ դժոխքի այդ վայրից, որտեղ որ գտնվում են բոլոր մեղավորներն ու արդարները, Ղազարոսը իր ամբողջ կյանքի ընթացքում այլևս չծիծաղեց Արտուր ջան։ Այն ինչ որ տեսել էր, դրանից հետո ինքը այլևս չծիծաղեց։ Երբեք չծիծաղեց։ Թե ինչ էր սպասում մեղավոր մարդուն։ Ուրեմն այս հարության, այս խորհրդի մեջ Տերը նաև հիշեցնում է մեզ, որ հավիտենական կյանքի հետ նաև կա հավիտենական տանջանքը։ Մեկ բան է հարություն առնելը, մեկ բան է հարության ապրելը, մեկ բան է հարության խորհրդին հավատալը, մեկ բան է այդ ամենը քո կյանքի մեջ կոչել իբրև ճշմարտություն, հաստատել իբրև արդարություն եւ ապրել այդ ճշմարտության մեջ։ Ուրեմն Հիսուսի հարությամբ մենք նորից վերադարձանք մեր Տիրոջը, ում որ մենք պատկանում ենք։ Աստված մեզ համար նորից հայր դարձավ, այդ իրավունքը մենք ստացանք Աստծուն հայր կոչելու եւ Աստծո համար մենք դարձանք որդիներ ու դուստրեր։ Տե Շավարժ ջան, այսպիսի հարց, օրինակ Պիղատոսը ինչու իր ձեռքերը լվաց եւ հրաժարվեց այդ մեղքից, որ իր վրա չվերցներ։ Նայր Արտուր ջան, Պիղատոսը գիտեր, որ Հիսուսին նախանձից են մատնել, գիտեր այդ մասին եւ եթե հիշում ես ավետարանի մեջ ասում է կինը մարդ ուղարկեց Պիղատոսի մոտ ասելով որ այդ արդար մարդու հետ անիրավությամբ չվերաբերվեց նրա հետ կապված այս գիշեր գլխովը շատ խառը բաներ անցավ եւ գիտեր որ նախ եւ ամեն ինչ անում էր Պիղատոսը որպեսզի Հիսուսին ազատեր մի քանի անգամ տարբեր հարցերով փորձեց բայց երբ Պիղատոսը տեղի տվեց ասեց եթե դու Հիսուսին ազատես ուրեմն դու կայսեր թշնամին ես մեր կյանքի մեջ էլ այսպես լինում է, ասում եմ, եթե դու այս բանը չանես, քո պաշտոնից կզրկվես։ Այստեղ ինքը վախեցավ, որ իրեն իբրև կուսակալ կհեռացնեն եւ իր դեմ մեղադրանք կներկայացնեն, որ կայսեր դեմ է գործել իրեն կհանեն, ինքը դրա համար ասում է, ես իմ ձեռքերը լվանում եմ։ Սա նման է այն մարդկանց, ովքեր որ ճշմարտություն իմանալով լռում են։ Ճշմարտություն իմանալով իրենք հեռանում են այդտեղից եւ այն մարդուն թողնում են միայնակ մեղավոր մարդկանց մեջ։ Սա է Պիղատոսի մեղքը։ Ճիշտ ավանդությունն ասում է, որ հետագայում ինքը դարձի է եկել, քրիստոնյա է դարձել եւ քաշվել է Շվեյցարիայի Ալպերի վրա, այնտեղ ապաշխարության կյանքով ապրել, հետագայում էլ կայծակի հարվածից մահացել է։ Բայց ինչեւ այդ դրվագից ձեռքերը լվանալը, ինչեւ այսօր մնացել է մեր կյանքի մեջ։ Եվ ինքը փորձեց ամեն գնով, բայց ինչ արեց։ Իր ամենամեծ սխալներից մեկը ո՞րն էր, այդ որ ինքը փորձեց Հիսուսին բերեց, ասաց՝ ում եք հիմա ուզում ազատեմ, Հիսուսին թե Բարաբա։ Ինքը կարող էր Հիսուսին ազատ արձակել, որովհետև դա իրավունքն էր, որ տարվա մեջ Զատկի տոնին այդ օրը մեկ կալանավորի բացի։ Ինքը կարող էր Հիսուսին։ Ինքը մտածեց, որ գուցե մարդիկ Հիսուսին ուզեն,
ինքը այդտեղ սխալվեց եւ մարդիկ ընտրեցին մարդասպանին եւ այս օրինակները մեր կյանքի մեջ նրա համար է որ շատ հաճախ մենք էլ ճշմարտության փոխարեն մեղն ենք ընտրում, արդարի փոխարեն մեղավորին ենք ընտրում եւ այս ընտրությունը մեր առջեւ ամեն օր է Բառաբային թե Հիսուսին դու ես ընտրում, այսինքն աշխարհը իր մեղքով թե Հիսուսին իր կյանքով։ Դրա համար նաև ինձ համար շատ կարևոր տող է Եսայի մարգարեության մեջ ասում է Տերը տղաս ասում է քո առջև երկու ճանապարհ եմ դնում կյանքի ճանապարհն եմ դնում եւ մահվան ճանապարհն եմ դնում բայց ասում է ընտրողը դու ես ընտրությունը քոնն է կյանքն ես ընտրում թե մահն ես ընտրում ուրեմն Հիսուսին ընտրելով դու կյանքն ես ընտրում հավիտենությունն ես ընտրում Բառաբային ընտրելով այսինքն մեղք ընտրելով մեր ժամանակավոր եւ հավիտենական մահն ես ընտրում դրա համար այս ընտրության մեջ ինքը նաեւ այդտեղ սխալվեց եւ արդեն տեղի տվեց հրեա քահանայապետերի պահանջին որ Հիսուսին խաչը հանիր եւ ինքը արդեն վախեցավ որ կայսեր դեմ իրեն մատնություն կանեն եւ ուրացավ հեռացավ թողնելով Քրիստոսին նրանց դատին Եվս այսպիսի հարց ցակես Տեր հայր ջան օրինակ եթե Հուդան ինքնասպան չլիներ եւ գար ապաշխարեր Տիրոջ մոտ Տիրոջ առջև նա կփրկվեր Այո Արթուր ջան Ինչու որովհետեւ մենք միշտ Հուդայի այդ դավաճանությունը մատնությունը վերում ենք բայց մոռանում ենք մի բան որ Պետրոս Սարաքյանն էր 3 անգամ Տիրոջ ուրացավ մարդկանց առջև Հիսուս ինչ ասում եթե մեկը ինձ ուրանա մարդկանց առջև ես էլ կուրանամ Տիրոջ առջև եթե ինձ մարդկանց առջև խոստովանեն ես էլ Աստծո առջև կխոստովանեմ Հիմա Պետրոս Սարաքյալի ուրացումը մարդկային տկարություն էր վախ էր Եվ ասում է դուրս եկավ, երբ որ աքաղաղի ձայնը լսեց, Պետրոս ասում է, չէ, դառնապես լաց եղավ։ Ավանդություն ասում է, որ Պետրոս Սարաքյալը ամեն անգամ, երբ որ աքաղաղի ձայնը լսում էր, լացում էր եւ այնքան էր լացել, որ այս մասերում արդեն փոսեր էր ընկել արցունքներից։ Հուդայի պարագային ինչ է ասում է Հուդան զղջաց եւ ասաց, որ ես արդար մարդ մատնեցի, արդարին մատնեցի։ Հուդան զղջաց, ուրեմն զղջալը եւ ապաշխարելը դրանք տարբեր բաներ։ Օրինակ ես կարող եմ զղջալ, որ երեք քեզ անշնորհ բառ ասեցի, բայց եթե ես քեզանից ներողություն չեմ խնդրել, ուրեմն իմ զղջումը ապաշխարություն չունի։ Հուդան էլ զղջաց, Պետրոս Սարաքյալը զղջաց։ Պետրոս Սարաքյալը զղջաց, հավատաց, որ Հիսուսով ինքը նորից կվերականգնվի եւ Հիսուս իրեն 3 անգամ հարց տվեց Սիմոն որդի Հովնանի սիրում ես ինձ եւ Պետրոսն ասեց այո Տեր դու գիտես որ սիրում եմ քեզ եւ նորից վերականգնվեց իր առաքյալ լինելու կոչումի մեջ Հուդան չհավատաց որ Հիսուսը այսքանից հետո կների իրեն եւ գնաց ավելամեծ հանցանքը գործեց ինքնասպան եղավ եւ շատ մարդկանց այս չար օրինակը թողեց որ հուսահատության մեջ մարդիկ իրենց կյանքի վրա ձեռք են բարձրացնում բոլոր մարդիկ Արթուր ջան հնարավորություն ունեն փրկվելու բոլոր մարդիկ ամենամեղավոր ամենացած ընկած մարդը եթե գլուխը բարձրացնեվ ավազակի պես ասի Տեր հիշիր ինձ փրկիր ինձ ինքը անպայման այդ փրկությունը կունենա Այսինքն կարևորը ապաշխարել այո ապաշխարել զղջալուց հետո ապաշխարության ճանապարհ անցնել նորից եմ ասում կարող է զղջալ լինում է չէ ասում ենք բայց այն օրը անցյալ օր պետք է այսպիսի բան չանեի կամ չասեի Դու գիտես, որ սխալ ես արել, զղջացիր, բայց այդ ում որ դու ցավ ես պատճառ, որ դու ներողություն չես խնդրում, արժեք չունի այդ քո զղջումը։ Տեր Շավարշյան, որպես վերջաբան կուզենայի, որպեսզի ձեր մաղթանքը հայտնեիք մեր հայ ժողովրդին, մեր հայ հավատացյալներին։ Շատ կուզեմ, որ մենք իբրև քրիստոնյա ազգ ժողովուրդ ինչին որ մենք կոչված ենք, դրա մեջ հավատարիմ լինենք։ Շատ կարևոր է հավատարմությունը պահելը։ Շատ դժվար է այսօր աշխարհի մեջ այդ հավատքով ամեն ժամ, ամեն վայրկյանդ ապրել, ամեն տեղում չէ որ քեզ թույլ են տալիս այդ հավատքով ապրել, բայց Հիսուս մեզ օրինակը ցույց է տվել, որ որտեղը որ լինես, դու կարող ես այդ հավատքով ապրել։ Ես հարության խորհրդի մեջ կուզեմ, որ մեր ժողովուրդը նորից հարություն առնի այս մեղքի ճահճից։ Ինձ համար հարությունը նաև այն մեղքի գերեզմանն է, որտեղից Հիսուս մարդուն հանում է։ Կուզեմ, որ այն մեղքի գերեզմանի մեջ, որ մենք հիմա ազգովի գտնվում ենք, այդ չարության, ատելության, մեկը մյուսին չստիրելու, չհանդուրժելու, մեկը մյուսին պատրաստ սպանելու, այս ամենը մեր միջից հանենք եւ եղբայրասիրությամբ ստեղծենք այն հզոր հայրենիք, այն քրիստոնյա երկիրը,
որտեղ յուրաքանչյուր նույնիսկ անհավատ մարդ, որ գա կուզենա ապրի տեսնելով, որ այստեղ ճշմարիտ քրիստոնյաներ են ապրում։ Հիսուս ասում է, թե դուք իրար սիրեք, բոլորը կիմանան, որ դուք իմ աշակերտներ եք։ Ուրեմն սերն է վկայությունը ճշմարիտ աշակերտության։ Եթե չկա սերը, ուրեմն մնացած ամեն բան սուտ է։ Եթե չկա հարություն մեր կյանքի մեջ, մենք ինչին որ կհավատանք զուրը։ Այս Պողոս Արաքյալը Թեսաղոնիկից նամակի մեջ ասում է, ուզում եմ որ ճշմարտություն իմանաք մեռածների մասին, որպեսզի չտրտմենք նրանց պես, ովքեր որևէ հույս չունեն։ Եթե մենք հավատում ենք, որ Հիսուս մեռավ ու հարություն առավ, ուրեմն մենք էլ պիտի մեռնենք ու հարություն առնենք։ Եվ այդ հարության հավատքը Պողոս Արաքյալը ասում է, ես իմ բարի պատերազմը մղեցի, հիմա գնում եմ իմ սպասելի պսակը ստանալու։ Ուրեմն մեզ այդ պսակն է սպասում, հարության պսակը, որ մենք այս աշխարհի մեջ գտնենք։ Եվ վերջապես հարությունը նաև նոր կյանքի սկիզբն է։ Ինչպես որ առաքյալները վախկոտ էին, թույլ էին, մի փոքրիկ բանից վախեցան, փախան, հարությունից հետո նրանք ավելի քաջ ու զորավոր դարձան եւ գնացին իրենք էլ 12-ն իրենց կյանքը զոհաբերեցին Աստծո լույսը տարածելով։ Նշանակում է, որ հարությունը մեզ համար նոր կյանքի իրագործումների հնարավորություն է տալիս, նոր մարդ դառնալ, ուրեմն նոր մարդու տոնն է նաև հարությունը։ Հարությունը նաև նոր մտածողությամբ մարդու տոնն է, նոր կենցաղով ապրելու մարդու տոնն է, որպեսզի ինչ որ այս աշխարհի մեջ նյութական է, ժամանակավոր է, սրանք ընդհանրապես միջոցներ են ապրելու, սրանք մեր կյանքի նպատակը չեն։ Այս ամենը երկրորդական դարձնենք եւ մեր հոգու պետքը, փրկությունը մեզ համար դառնա գլխավոր, եւ որպեսզի հարության միջոցով, ինչպես որ ասում ենք, իր հարությամբ մահ խորտակեց, մենք էլ Տիրոջ հարությամբ ոչ միայն մահ խորտակենք, այլև հաղթենք այս աշխարհին, եւ այդ հաղթական զենքով ասենք, որ մենք քրիստոնյա ենք եւ հարության հետևորդներն ու հավատացողներն։ Քրիստոս հարյավ իմերելոց։ Օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Ամեն։ Ամեն, ամեն։ Շնորհակալություն Արտուր։ Ես եմ ձեզ շնորհակալ, որ մեր ժամանակ տրամադրեցիք Տեր Հայր ջան։ Շատ շնորհակալ ենք ձեզ ամեն բանի համար, որ կատարում եք ձեր կյանքում մեզ համար, որ ձեր կյանքը նվիրել եք նաև ժողովրդին եւ օգտակար եք լինում մեզ Աստծո խոսքը փոխանցում եք։ Շատ շնորհակալ ենք։ Աստված օգնական լինի։ Աստված կհապան Արտուր ջան։ Մինչ հանդիպում։ Մինչ հանդիպում։ Ստեսություն ձեզ։ Ստեսություն։